Գուլբենկյանի ժառանգության, մյուսն էլ Հնդկաստանում հայոց ժառանգության վերադարձի իրավացի լինելու հարցերում ինչ ուսումնասիրություններ կան։ Մասել Բաբաջանյանի գույքի մասին է խոսքը։ Հիմա Կալկաթայում փաստորեն հայորդաց դպրոցներ, որ բացված են, այստեղից են ուսուցիչներ ուղարկում, որ այնտեղ դա եկեղեցապատկան գույք է։ Այո, մյուսն էլ Գուլբենկյանի ժառանգությունը, դրանց իրավական կողմին անդրադարձել։ Գուլբենկյանի ժառանգությունը մասնավոր փող է, մասնավոր ժառանգությունը ինքուն թողել է։ Այսինքն իր թորը կա, որ տնօրինի նոմա ֆոնդ, փողի հիմնական մասը ինքը տվեց բանին, Պորտուգալիային։ Պորտուգալիային այնտեղ կա ավելի մեծ ֆոնդ, որի զբաղվում է։ Ասում են ժամանակին, չգիտեմ, ես արդեն խոսակցել մակարդակով է, ինքը առաջարկել է սովետական Հայաստանի ղեկավարությանը Երևանից մինչև Էջմիածին կառուցել շենքեր եւ բանը, մեր իշխանությունն ասում է, դե սովետական իշխանությունը սոված կմեռնենք, բայց կապիտալիստից չեն կդուի ողորմություն եւ չհամաձայնվեցին։ Դա այդ ծեր է Գուլբենկյանի իրողությունը։ Եկեղեցապատկանը, դա միայն Հնդկաստանը չի, մենք տարբեր տեղեր ունենք գույք եկեղեցի, որը հաճախ կորցնում ենք, որտեղ հայերը մահանում են, գնում են, համայնք չկա, շատ երկրներում, եթե համայնք չկա, այսինքն տեղացի գրանցված կազմակերպություն պիտի լինի, որ տնօրինի, այսինքն Էջմիածին ուղղակիորեն չի կարողանում տնօրինի, այդպես չի կարող, շատ խնդիրներ կան դրա մեջ, բայց ես կարծում եմ մենք առաջնային պիտի զբաղվենք երկու երկրներում մեր եկեղեցապատկան գույքի հարցով ընդհանրապես ազգայապատկան, այսպես ասած, նաև դպրոցների, դա Վրաստանն ու Ադրբեջանն է, հատկապես Վրաստանը, օրինակ ես չեմ հասկանում ինչի Էջմիածինը չի զբաղվում Ներսիսյան դպրոցի ճակատագրով, երբ որ դա ասենք Էջմիածնի փողերով կառուցված շենք է եւ դրա վիճելի չի դա ումա պատկան է, այսինքն եւ նման լիքը բան է։ Դե լավ, եկեղեցին վիճելի ասում են, այսի հայկականա կամ հայկական չի։ Հսկայական սեփականություն ա ունեցել, չէ՞ Էջմիածինը, թող զբաղվեն, այնպես որ բան։ Ինչ վերաբերում է իրավական, հա? Դուք եկեղեցուն հարցրել եք այդ հարցերում ինչպես են իրենք հարցել են ոչ միպես Դուք ոչ միպես չկա, այսինքն դուք քայլ նկատել եք, այսքան ժամանակ միայն եղել է Թուրքիայի վերաբերյալ մի հայտարարություն համատեղ երկու կաթողիկոսների եւ Ահամ Վեապարեն, Արամ Վեապարեն առանձին մի հայտարարություն վերջերս արվեց Հայաստան Սփյուռքին։ Որևէ ուրիշ գործնական քայլ չի եղել։ Ես ինքս հանդիպել եմ երկու կաթողիկոսների հետ, առանձին խոսել եմ, դեռ տարիներ առաջ, տարիների վեր, այս վերջի Արամ կաթողիկոսի հայտարարությունը հիմնված էր մի քանի տարի առաջ Բեյրութում մի մեծ համաժողով եկավ իրավունքի մասնագետների, մի 4-5 տարի առաջ արդեն չեմ էլ հիշում։ Այն ժամանակ ահագին այդ հարցը քննարկվեց եւ բաներ պատրաստվեցին։ Ինչի այսքան երկար տևեց այդ հայտարարությունը, դա չեմ կարող ասել, միգուցե սպասում էին 100-ամյակի առիթով հայտարարություն անելու, դե մենք սիրում ենք 100-ամյակի առիթով ամեն ինչ անել, թեև այդտեղ սխալ հայտարարություն կար, խոսք գրում էր սահմանադրական դատարան դիմելու, որը սխալ է, Թուրքիայի սահմանադրական դատարանը բնականաբար առաջի ացանի դատարան չի, դու իրան չես կարող դիմես, այսինքն դուք դի քաղաքացիական հայցերով դիմես, բան, եւ կան, օրինակի համար ես այն օր էլի միտեղ ձեր քննարկում էր, որտեղ հիմա շատ են կանչում շատ քննարկումների, մեկ այսպես բան տոնով, անվիճելի տոնով ասեց, ես չեմ ճանաչում Թուրքիան գործող մի իրավաբանի, որը ստանձնի դատ վարել թուրքական պետության դեմ եւ այդ հարցերը։ Եվ ինքը որ ասեց, դոկտոր պրոֆեսոր, ուրեմն վերջ, այդ նորն էր ասում, որ հալավուրտը այստեղ պիտի խոսալ։ Այսինքն, երբ որ Երևանում գտնվում է մի մարդ, որ այդ բանն անում է, եւ ինքը միակը չի, բայց որ ինքը չի ճանաչում, ուրեմն վերջ արդեն ասում, ես չեմ ճանաչում։ Թուրքիան բազմաթիվ իրավաբաններ կա, փողը դու ամեն դատել կբացեն, ինչ է, որ իրավաբանին փող տաս Գորչան, ես տեղ եմ, տվեք իրավաբանի փող Հայաստանի պետության դեմ դատ կբացեն, այսինքն իրավաբանի գործն է դա, չէ դա վատ բան չի, այսինքն իրավաբանը երբ որ հանցագործին պաշտպանում է, չէ, չի ճան որ ինքը այդ մարդասպանին պաշտպանում է, իր գործն է պաշտպանելը, նույնն է դա է, հետևաբար բան է, իրավահաջորդությունը դե սահմանների հարցը, դե սահմանների հարցը մենք խոսել ենք, Թուրքիայի պարագային դա Ուիլսոնի գիծն է, կարմիր գիծն է, Իրանի հետ սահմանը դա ճանաչվեց նախկին ցարական Ռուսաստանի եւ Իրանի սահմանը, ասեն դա անփոփոխ է, իսկ Ադրբեջանի եւ Վրաստանի պարագայում դա ազգերի լիգայի, այսպես ասած, որոշում առաջարկն է 24 փետրվարի 20 թվականի դա է։
Այսինքն տեսակ, որը պիտի 90 օրվա մեջ ուժի մեջ մտներ Ուիլսոնի իրավարար վճռից հետո, այսինքն նոյեմբերի 22 գումարած 90 օր, որը տեղի չունեցավ, որտեղ 90 օր պարզապես մենք ժամանակ չունեցանք, եւ այդ արագացված Հայաստանը տապալելը նաեւ դրա հետ էր կապված։